Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է 2 շաբաթով դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Նրա խոսքով նույն քայլը կանի նաև Թեհրանը։ X սոցիալական ցանցում հրապարակված գրառմամբ Թրամփը նշել է, որ այս որոշումը կայացրել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի եւ երկրի բանակի հրամանատարի հետ հեռախոսով զրուցելուց հետո։ Իրանի հետ հրադադարը երկկողմանի է լինելու։ Թեհրանը իբր համաձայն է երաշխավորել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը։ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը կենսունակ հիմք է հանդիսանում բանակցություններ վարելու համար։ 2 շաբաթվա ընթացքում Վաշինգտոնն ու Թեհրանը կպատրաստեն պայմանավորվածության վերջնական տարբերակը, որը խոստանում է հակամարտության մոտակա լուծում։ Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտնել էր, որ Թրամփին խնդրել է 2 շաբաթով երկարաձգել Իրանի հետ համաձայնագրի կնքման ժամկետը։ Նա նաև առաջարկել է, որ Իրանը նույն ժամանակահատվածում որպես բարի կամքի դրսևորում բացի Հորմուզի նեղուցը։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը ծանոթացել է այդ առաջարկին։ Իսրայելը երկշաբաթյա հրադադարի մի կողմն է, որի մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանին ուղղված իր վերջնագրից ընդամենը 1.5 ժամ առաջ կամ վերաբացել Հորմուզի նեղուցը, կամ բախվել քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված ուժեղացված ռազմական հարվածների հետ։ Իսրայելը նաև համաձայնել է դադարեցնել իր ռմբակոծման արշավը բանակցությունների ընթացքում։ Մինչ այդ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հայտարարել են ԱՄՆ-ի հետ հակամարտությունում հաղթանակի մասին։ Խորհուրդը պնդել է, որ Թեհրանը ստիպել է ԱՄՆ-ին ընդունել իր 10 կետից բաղկացած ծրագիրը։ Նշվում է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցությունները կսկսվեն ապրիլի 10-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Բանակցությունները կտևեն 2 շաբաթ եւ այդ ընթացքում կողմերը պետք է պահպանեն հրադադարը։ Միացյալ Նահանգները ստիպված է եղել ընդունել Իրանի 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է չհարձակման հիմնարար պարտավորություն, Հորմուզի նեղուցի նկատմամբ իրանական վերահսկողության պահպանում, ուրանի հարստացման համաձայնություն, բոլոր առաջնային եւ երկրորդային պատժամիջոցների չեղարկում, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի եւ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բոլոր բանաձևերի գործողության դադարեցում, Իրանին փոխհատուցման վճարում, տարածաշրջանից ամերիկյան ռազմական ուժերի դուրսբերում եւ պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում իսլամական դիմադրության դեմ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ եթե Իրանի վրա հարձակումները դադարեցվեն, երկրի զինված ուժերը կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները։ Նրա խոսքով առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Իրանի զինված ուժերի հետ համակարգմամբ եւ տեխնիկական սահմանափակումները հաշվի առնելով հնարավոր կլինի նաեւ ապահովել անվտանգ նավարկություն Հորմուզի նեղուցով։ Սակայն մինչ կողմերը դեռ քննարկում էին հրադադարի հնարավորությունը, Թեհրանում արդեն հակաամերիկյան բողոքի ցույցեր էին։ Քաղաքի բնակիչները փողոց էին դուրս եկել Իրանի դրոշներով եւ հակաամերիկյան կոչերով։ Իսկ թե ինչ իրավիճակ էր Իրանում հրադադարի մասին հայտարարություններից ընդամենը 1 օր առաջ, ռեպորտաժում։ Look, we went to NATO. I didn't ask very strongly. I just said, hey. Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերթական ճեպազրույցի ընթացքում ասաց մի բան, որ հազվադեպ է լսվում պետության ղեկավարի շուրթերից։ Ամբողջ երկիրը կարող է ոչնչացվել 1 գիշերվա ընթացքում եւ այդ գիշերը կարող է լինել վաղը։ Թրամփը նկատի ուներ Իրանին։ Ժամկետն ավարտվում էր արևելյան ժամանակով ապրիլի 7-ին ժամը 20:00-ին։ Սա 38 օրանոց պատերազմի ամենաթեժ պահերից մեկն է։ Պատերազմը կամ ինչպես Թրամփն է սիրում անվանել ռազմական գործողությունը սկսվել էր փետրվարի 28-ին, երբ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը համակարգված հարվածներ հասցրին Իրանի ռազմական, հրամանատարական եւ միջուկային օբյեկտների։ Պատերազմի 38-րդ օրը Թրամփն ասաց, որ Իրանն ունի 24 ժամ Հորմուզի նեղուցով նավերի ազատ ընթացքն ապահովելու համար։ Իրանն ունի 48 ժամ Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ համաձայնության գալու համար։ Հակառակ դեպքում կհայտնվի դժոխքում։ Հիշում եք ինչ եղավ, երբ ես Իրանին 10 օր տվեցի գործարք կնքելու կամ Հորմուզի նեղուցը բացելու համար։ Ժամանակը սպառվում է։ Մի քանի ժամ է մնացել, մինչև ամբողջ դժոխքը կտիրի այդ երկրում։
Իրանն ի պատասխան 10 կետից բաղկացած փաստաթուղթ ուղարկեց Պակիստանի միջոցով ներառյալ Հորմուզի նեղուցով ապահով անցման արձանագրություն, վերակառուցում եւ պատժամիջոցների վերացում։ Ի պատասխան Թրամփն ասաց. նշանակալից քայլ է, բայց բավական չէ եւ ժամկետը թողեց անփոփոխ։ Երկուշաբթի ճեպազրույցի ընթացքում Թրամփի խոսքերը երբևէ հնչած ամենակտրուկ հայտարարություններն էին։ Ի պատասխան լրագրողի հարցի, թե ռազմական հանցագործություն չեն Թրամփի հարվածները Իրանի ենթակառուցվածքներին, Միացյալ Նահանգների նախագահը պատասխանեց. Նրանք սպանում էին ցուցարարներին, նրանք կենդանիներ են։ Մենք պետք է կանգնեցնենք նրանց եւ չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ստանան։ Ամեն ինչ շատ պարզ է։ Բայց լրագրողները պետք է զգուշանան այս պատերազմը լուսաբանելուց։ Թրամփը հայտարարել է կպահանջի, որ Իրանում օդաչուի փրկության մասին առաջինը լուսաբանած լրագրողը բացահայտի այդ տեղեկատվության աղբյուրը։ Հրաժարվելու դեպքում սպառնացել է բանտարկել նրան։ Վերջին շաբաթներին նախագահն իր օգնականների հետ առանձնազրույցներում դժգոհել է, որ Իրանի դեմ Ամերիկա-իսրայելական պատերազմի լուսաբանումը չափազանց բացասական է։ Միևնույն ժամանակ Թրամփն ու նրա դաշնակիցները հրապարակավ քննադատել են որոշ լրատվամիջոցների ռեպորտաժները, օրինակ այս դեպքը։ Քաղաքացիական ենթակառուցվածքների վրա միտումնավոր հարձակումները խախտում են Ժնևի կոնվենցիաները։ Որ հրատարակչությունից եք։ New York Times. Դուք ծախողվում եք։ Իդեպ Թրամփը կարծում է, որ իրենք հաղթել են այս պատերազմում։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների օդուժը լիովին վերահսկում է Իրանի օդային տարածքը, մինչդեռ Թեհրանը չունի ոչ նավատոր, ոչ էլ ավիացիա։ Թրամփը նաև մեղադրել է The New York Times, ABC եւ NBC լրատվամիջոցներին իրավիճակը խեղաթյուրելու եւ այն որպես հավասար պայքար ներկայացնելու համար։ Ներքաղաքական զարգացումների մասին։ Ընտրությունից 2 ամիս առաջ իշխող քաղաքացիական պայմանագիրը հրատապ խորհրդարան էր բերել մի օրինագիծ, որով դաշինքների անվանումներում կարգելվի օգտագործել անձնանուններ։ ՔՊ-ի մշակած օրինագիծը մի քանի ժամ քննարկելուց հետո 67 կողմ 6 դեմ 0 ձեռնպահ ձայներով ընդունվեց, բայց ոչ այդքան սահուն։ Նիստի ընթացքում խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Սամվել Կարապետյանի թիմակիցները։ Նրանք համոզված են, որ իշխանության նախաձեռնությունը ուղղված է հենց իրենց դեմ, քանի որ օրեր առաջ հայտարարել էին, որ ընդդիմադիր դաշինքը պատրաստվում են անվանակոչել Սամվել Կարապետյանի անունով։ Ինչ նպատակ ունի իշխանությունը եւ այս փոփոխությունը կխաթարի արդյոք ընդդիմության հաշվարկները, Անի Աբախյանի ռեպորտաժում։ Զվելի աշխատավոճ է։ Այս գործընթացը ինքնին հակաիրավական է։ Քաղաքացիական պայմանագիրը հրատապ նիստ հրավիրեց ու առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանում դաշինքների անվանումների սահմանափակման մասին նախագիծը։ Կողմ 64 դեմ 14 ձեռնպահ 0 որոշում ընդունվել է։ Ընդդիմությունը հակաիրավական է որակում իշխանության այս քայլը, մինչդեռ իշխանականները վրիպակի շտկում համարում։ Արտահերթ նիստը ազգային ժողովի շենքում էր, հրատապ ասուլիսը ազգային ժողովի դարպասների մոտ։ Այս կարգավորումը բաց այդ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված, որովհետև մարտի 31-ին մենք հրապարակային կերպով կնքեցինք դաշինքը ունի ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ անվանումը եւ այսինքն իրենք փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անունի կիրառումը այս անվանման մեջ։ Փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով իշխանությունը վախեցած է Սամվել Կարապետյանի անգամ անուն ազգանունից եւ այս փոփոխությունը միայն իրենց դաշինքի դեմ է։ Իդեպ Հայաստանում ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրածներից միայն ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքն է, որ ներառում է անուն ազգանուն։ Միտում որպես այդպիսին ակնհայտ է ամեն կերպ վախին արձագանք։ Ես հասկանում եմ, որ դա է ի վերջո մարդկային իմաստով կարելի է հասկանալ, քաղաքական իրավական առումով սա խայտառակություն է։ Վախ չկա, շտկումներ են անում, որպեսզի համամասնական ընտրություններ ապահովեն, պնդում են ԿՊԱ-ականները։ Դա մենք ենք վախենում իրոք։ Մինչդեռ ընդդիմադիր падգամավորները հակառակն են ընդգծում։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժը արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում է եւ արգելում է դա անել, լուրջ։ Այստեղ չի կարող լրջությունը ու դուք, պարոն Հակոբյան, այդքան էլ համեմատելի չեն։ Այստեղ չի կարող քննարկվել այս գործընթացի օրինականությունը, բովանդակության մեջ նույնիսկ մտնելու իմաստ չկա։ Գեգամ Մանուկյանը հիշատակել է, նման փոփոխությունները հակասում են միջազգային ընդունված սկզբունքներին, հիշեցնելով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, համաձայն որի ընտրություններից 1 տարի առաջ արմատական փոփոխություններ իրականացնելը ցանկալի չէ։
Ընտրություններից 2 ամիս առաջ իշխող ուժը վրիպակ անվան տակ փոխում է խաղի կանոնները եւ այս տրամաբանությամբ հանգիստ կարող են փոխել առաջինից երկրորդ ընթերցման օրինակ առաջարկում են փոխել, որ ընտրություններին թեկնածու չեն կարող լինել մարդիկ, որոնք կրում են գեղամանուն օրինակ։ Կարակ ու դուք կարական եք էդի, որովհետեւ սահմանագծում չկա ձեր համար։ Օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրվա ընթացքում 2 անգամ փոխել է կարծիքը իրազեկ քաղաքացիների միավորման հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Յուանիսյանը։ Նա սկզբից ասում էր՝ արգելք կա, չեն կարող փոխել։ Ազգային ժողովում արդեն ասած, վրիպակ են շտկում։ Բայց մի խնդիր է տեսնում։ Ակնհայտորեն սա ստեղծում այն, որ որոշ քաղաքական ուժեր որոշակի բրենդինգ են ձևավորել կամ ձևավորում եւ այդ բրենդինգի փոխելու ռեբրենդինգի որոշակի ռեբրենդինգի կարիք են ունենալու։ Ինչու են ընտրությունից ընդամենը 2 ամիս առաջ ընտրական օրենսգրքում փոփոխություն անում։ Խնդիրը նոր է հայտ եկել, պարոն, մի քանի օր է պարոն Խաչատրյան, ինչ խնդիրի հայտ է եկել։ Բնականաբար դրան հաջորդել է դրա շուրջ քննարկումները, չգիտեմ ինչու է այդպես խորամանկ սենց անում, այո, որևէ թաքցնելու բան չկա, խնդիրը նոր է հայտ եկել։ Նոր են նկատել, որովհետև ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ անվանումով դաշինք կազմելու մասին հուշագիր ստորագրել են մարտի 31-ին 7 օր առաջ։ Հայտարարեցին դաշինքի անդամները, որ ազգային ժողովի դիմաց ասուլիս ու ակցիային հրավիրել։ Իդեպ ազգային ժողովի նախագահն անվտանգության տեսախցիկներով էր հետևում ակցիային ու պարբերաբար նյութեր տեղադրում Տելեգրամյան ալիքում ցույց տալով մարդկանց քանակը։ Սակայն տեսախցիկները կարծես ամբողջական պատկերը ցույց չէին տալիս։ Անի Աբախյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Արտահերթ նիստի ընթացքում պատգամավորները քննարկել են նաև առողջապահական ոլորտին առնչվող հարցեր։ Խորհրդարանն ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Դրանով առաջարկվում է համակարգում ընդգրկել նաև մի շարք նոր խմբեր։ Մասնավորապես նախատեսվում է, որ էլեկտրոնային հարթակներով ուղևորափոխադրում իրականացնող վարորդներն ու փոխադրողները 2027 թվականի հունվարի 1-ից կարողանան օգտվել ապահովագրական համակարգից։ Թեպետ համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգը դեռ ամբողջությամբ չի գործարկվել, ոլորտում արդեն խնդիրների մասին է խոսում։ Այս իրավիճակն ավելի խորքային ուսումնասիրելու եւ հասկանալու համար բժիշկի ձայն նախաձեռնության անդամներն ու падգամավորները շրջել են մի շարք բուժհաստատություններով, հանդիպել բժիշկների հետ եւ լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները։ Ինչ խնդիրների են բախվում բուժաշխատողները եւ ինչ իրավիճակ է իրականում բուժհաստատություններում, ռեպորտաժում։ Դավթաշենի թիվ 20 պոլիկլինիկայում մանկաբույժի աշխատավարձը 3 ամիս է չեն տրամադրել, ինֆեկցիոնիստի աշխատավարձը նվազել է։ Այս ամենը առողջապահության ոլորտում այսպես կոչված նոր բարեփոխումների հետևանքներն են։ Բժշկի ձայնը հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորների հետ այսօր այստեղ էին լսելու բժիշկների մտահոգությունները պարտադիր առողջապահական համակարգի ներդրումից հետո։ Ըստ բժիշկների ոչ միայն փոփոխություն է տեղի ունեցել իրենց աշխատավարձերի հետ, այլ նաև փոփոխություն է տեղի ունեցել աշխատանքի ծավալի մեջ։ Նրանք ավելի շատ են աշխատում եւ ավելի քիչ են վարձատրվում։ Ես կխոսեմ միայն մանկաբույժների անունից, չեմ անդրադառնա մյուս մասնագետներին, բայց առ այսօր արդեն 4-րդ ամիսն է մենք աշխատում ենք բարեգործական հիմունքներով։ Կոնկրետ ապահովագրության շրջանակներում մեր կատարած խորհրդատվությունների համար առ այսօր դեռ չենք վարձատրվել։ Մասնավորապես պոլիկլինիկաներում բժիշկները եւ ոչ միայն բժիշկները, նաեւ հիվանդները դժգոհում են անվերջանալի թվացող հերթերից։ Միաժամանակ բժիշկների աշխատանքի ծավալը ավելացել են նաեւ այն բոլոր գրառումներն ու համակարգչային աշխատանքները, որոնք բժիշկները կատարում են։ Նշեմ նաեւ, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր բազմաթիվ հարցազրույցներում անդրադարձել է նոր բարեփոխումներին, նշել, որ դրանք լավ են եւ փոփոխման ենթակա չեն, սակայն բժիշկների հետ զրույցում պարզ դարձավ, որ Zoom հավելվածով ժողովների ժամանակ նախարարը բժիշկներին այլ խոստումներ է տալիս։ Նախարարն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ փակվելու են պոլիկլինիկաների ինֆեկցիոն սենյակները, սակայն բժիշկների հետ հանդիպումների եւ օնլայն ժողովների շրջանակում խոստացել է վերանայել որոշումը, ինչպես նաեւ վերանայել նրանց աշխատավարձը։ Առաջին հերթը աշխատավարձներն է, չէ, մեր ֆիզիատրների։
Դե այդ համակարգը դե ես չեմ կարող ասեմ պոլիկլինիկաները ոնց է ընդհանուր ոնց է իրանց մոտ, բայց մեզ մոտ միշտ պետպատվեր ա եղել, մենք այդ տարբերություն չենք զգում։ Հասկացա։ Այսինքն ձերը միշտ եղել է պետպատվեր, մենք միշտ պեր կապիտալով եք վարձատրվել, հիմա փոխվել է խորհրդատվությունով։ Հավելեմ նաև, որ ըստ կազմակերպիչների նման հանդիպումներն ու այցելություններն ավելի հաճախ են լինելու ոչ միայն Երևանում, այլ նաև հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում առանց նախարարին եւ բժշկական կենտրոնների ղեկավարությանը տեղեկացնելու։ Իսկ վարչապետի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի գործը հասել է վերաքննիչ դատարան։ Նշեմ, որ բանտում հայտնվելուց հետո Դավիթը 3 անգամ ուշագնաց է եղել, ինչից հետո հիվանդանոց է տեղափոխվել։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը մանրամասներ է հայտնել գործի եւ Դավիթ Մինասյանի առողջական վիճակի մասին։ Առավոտյան մի փոքրիկ կարծես թե դրական էր գնահատեցինք ոնց մեր գնահատմամբ, երեկվա համեմատ, բայց կեսօրին արդեն նորից լավ չէր եղել, նորից եւ այլն, այսինքն ըստ էության նույն վիճակն է, անկողնային վիճակով պարտված է։ Առողջականի հետ կապված այսօր գրավոր կարգով նաեւ դիմել ենք, որ որոշակի տեղեկատվություն գոնե ստանանք, դեռ պատասխանը չունենք։ Միակ փոփոխություն, այսինքն նորությունը դա վերաքննիչ դատարանում արդեն մակագրությունն էր, որ այսօր պարզ դարձավ, որ Ադրինե Ղուկասյանին է մակագրվել, բայց ընդունելու որոշումը չունենք։ Մեր ակնկալիքն է, որ դատարանը ծանոթանալով նյութերին, արդեն ուսումնասիրելով նյութերը կտեսնի, որ այստեղ բացառիկ հանգամանքի հետ գործ ունենք, խոսքը վերաբերում է անձի առողջությանը, ինչը նաև շտապողականությունը իրենից պահանջում, այսինքն մեր ակնկալիքը բողոքի շտապ կարգով քննարկումն է։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc-media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 12-ին է։ Իսկ դուք շարունակեք դիտել իմ գործընկեր Գառնիկ Մութաֆյանի հարցազրույցը Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանելյանի հետ։
տաղավարում զրուցելու եմ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։ Բարի երեկո, Դանիելյան։ Ընտրությունից ընդամենը 2 ամիս առաջ նման փոփոխություն անելը խնդրահարույց է նաև համաձայն ընտրական միջազգային չափանիշներին։ Վենետիկի հանձնաժողովը բազմիցս նշել է, որ ընտրություններից առաջ կանոնների փոփոխություն ցանկալի չէ, այսինքն հստակ ժամկետ կա։ Այս դեպքում ինչ ռիսկեր կան, կարող է այս փոփոխությունը դիտարկվել որպես ընտրական գործընթացի վրա ազդեցություն։ Եթե օբյեկտիվորեն նայի միջազգային հանրությունը, պետք է սա օրինական չհամարի, բայց հաշվի առնելով իրենց մոտեցումները վերջին շրջանով, այսինքն վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիոն համակարգի ամբողջ գործադրումը, հաշվի առնելով քաղբանտարկյալների արկայությունը Հայաստանում եւ ոչ միանշանակ գնահատականները, ես ենթադրում եմ, որ սա նորից էլի տեղավորվելու է այն տրամաբանության մեջ, որ աչք փակեն այս ամբողջ process-ների վրա։ Այն որ դա խնդրահարույց է, դա մեղմ ասած խնդրահարույց է, այսինքն մեկ անձի կմահաճույքով, մեկ կուսակցության կմահաճույքով փոխվում է մի շատ կարևորագույն դրույթ, որը դուք նշեցիք Վենետիկի հանձնաժողովը առնվազն այդ փոփոխությունները ընդունելի է համարում 1 տարի առաջ, բայց մենք գիտենք, որ 2 ամիս հետո տեղի ունենալու համապետական ընտրություններ, 5 օր հետո, ընդամենը մի 5 օր հետո այդ գրանցումները տեղի ունենան կուսակցությունների, դաշինքների եւ այս ամեն ինչը տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի SMS-ային քաղաքականության մեջ, այսինքն մեկ անձ որոշում է ինչ պետք է արվի, ինչ պետք է լինի եւ իրեն քիմքին հաճո, իրեն հաճելի եւ իրեն իր համար ձեռնտու որոշումները հրամցնելու, պարտադրելու տրամաբանության մեջ եւ սա բավականին վտանգավոր է, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այս օրերին էլ ամբողջ իշխանական ապարատը լծված է այլ քաղաքական ուժերի, օրինակ նախընտրական շտաբերի չտրամադրման, գիտենք, որ դպրոցի տնօրեններին են աշխատանքից ազատում, այն տնօրեններին, որոնք որ իշխանության հետ չեն, կա բավականին մեծ ճնշում մարզերում, ես էլ հաճախակի մարզեր եմ լինում, եւ նման տրամաբանությամբ եւ բովանդակությամբ մտնել ընտրական process-ների մեջ, սա տոտալ վախի մթնոլորտ ստեղծելու եւ իրեն հաճելի որոշումներ ընդունելու տրամաբանության մեջ է գործում։ Ես նաեւ ուզում եմ օգտվելու առիթից հիշեցնել Նիկոլ Փաշինյանի նախկինում արված հայտարարությունները, երբ որ 18 թվականին ինքը ազգային ժողովում, երբ որ վարչապետի տեխնացու էր առաջադրվում, ասում էր, որ ընդունելի չէ, եթե մեկ անձ կամ մեկ կուսակցության հաճո որոշումներ են կայացվում եւ այդ որոշումները պետք է կայացվեն այն տրամաբանության մեջ, օրինակ, որ բոլոր կուսակցությունների հետ, ասենք, քննարկում լինի, կուսակցությունները համաձայնվեն եւ դա կլինի լեգիտիմ։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը Մորուքով Նիկոլ Փաշինյանը նման պնդումներ եւ նման եզրակացություններ էր անում, հավաստիացնելով, որ Հայաստանում այլևս նման բան տեղի չի ունենա, որ մեկ անձ կամ մեկ կուսակցություն որոշի, թե ինչ է լինելու ընտրական օրենսգրքում, բայց հերթական սուտն ու փուչիկը պայթեց եւ այն, որ Նիկոլ Փաշինյանը նոր չի, որ ստերի եւ իրարամերժ հայտարարությունների վարպետ է, դա ավելի քան պարզ է։ Իշխանությունը սա ներկայացնում է որպես օրենսգրքում վրիպակի շտկում։ Հնարավոր չէր արդյոք այս շտկումը նախ ավելի վաղ անել եւ բացի այդ էլ ընդդիմությունն էլ պնդում է, որ այս փոփոխությունը թիրախային է, կան կոնկրետ անուն ազգանուն պարունակող դաշինքներ, սա արդյոք սահմանափակում է իրենց գործունեությունը, հետագայում նաեւ քարոզարշավի ընթացքում իրենց գործունեությունը եւ սա կարող է նաեւ դիտվել որպես քաղաքական այդ մրցակցության սահմանափակում։ Այո, Հայաստանում այս պայմաններում ազատ մրցակցությունը վտանգված է եւ սա նորից եմ կրկնում, սա անընդունելի է։ Միջազգային պրակտիկայում էլ կան դաշինքներ, որոնք որ նույն եվրոպական երկրներում, օրինակ, տվյալ քաղաքական գործիչի անուն ազգանունով դաշինքներ կան եւ եթե սրա մեջ խնդիր կար, որտեղ էր նայում իշխանական կուսակցությունը, այսինքն ինչի չէր սրանից, չգիտեմ, 5 ամիս առաջ, 6 ամիս առաջ, 9 ամիս առաջ
նման ուրեմն փոփոխություններ փորձում մտցնել։ Սա ուղիղ միջամտություն է ընտրական process-ների, ընտրական գործընթացների եւ կրկնում եմ, սա անընդունելի է եւ սրանով իսկ բավականին լուրջ խնդիրներ են առաջացնում ընտրական process-ների լեգիտիմության, այսինքն արդեն իսկ իշխանությունը իր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմը օգտագործում է, որպեսզի ընդդիմադիր կուսակցություններին, դաշինքների համար անհավասար պայմաններ ստեղծելու։ Ինչու հենց այս փուլում ներկուսակցական քարոզարշավը այս ընթացքում սկսել է, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շրջում են, այսինքն մեծ հաշվով այս ամբողջ ընթացքում իրենք այդ քարոզարշավը տանում էին։ Ինչու հենց այս փուլում որոշեցին հրատապ կարգով նման ծրագիր բերել, կամ ոչ օրինակ մի տարի առաջ։ Պարբերաբար Նիկոլ Փաշինյանի սեղանին հայտնվում են իրական սոցհարցումների արդյունքները, որով փաստում է, որ ընդդիմությունը շատ ավելի շատ ձայներ ունի, քան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Այս անընդհատ պարբերաբար Գյումրի 2 սցենար ասելով, իրենք այդ մտավախությունը ունեն, որ ընդդիմադիր ուժերը, ընդդիմադիր բլոկները, ձևավորված բլոկները միասնաբար այսօր 60-60-ից ավել տոկոս ունեն եւ դա բնականաբար անհանգստացնում է իշխող թիմին եւ դրանով իսկ պայմանավորված է իր այսպես ասած այս քայլերը։ Սա նախերգանք է, ես կարծում եմ, որ իշխանությունները ավելին են գնալու եւ չի բացառվում, որ մոտակա ժամանակահատվածում էլի տեսնենք նմանատիպ որոշումներ եւ էլի ականատեսը լինենք ռեպրեսիոն համակարգի գործադրմամբ։ Ես քիչ առաջ նշեցի նաև քաղբանտարկյալների արկայությունը Հայաստանի Հանրապետությունում, նաև իշխանական լծակների վերազանցումը, այսինքն իշխանությունը տարբեր ծրագրերի շրջանակներում, այսպես ասած սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում, տարբեր մարդկանց վախեցնելու, ահաբեկելու շրջանակում փորձում է, այսպես ասած, իր ընկած վարկանիշը փորձել այդ եղանակով բարձրացնել եւ այս առումով ես կարծում եմ, որ այս դեպքում շատ կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կապ չունի այս, չգիտեմ, տարաձայնությունները, որ ժամանակ առ ժամանակ լինում ընդդիմադիր ուժերի միջև, պետք է մի կողմ դնեն եւ լծվեն այս ընթացքում միասնաբար հանդես գալու բոլոր տեսակի ապօրինությունների դեմ, որ կանխեն Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, ավտորիտար ռեժիմի ավելի ուժգնացող, ավելի ահագնացող ուրեմն ռեպրեսիոն համակարգի գործադրումը։ Պարոն Դանիելյան, այս փոփոխությունը ինչպես է ազդելու ընտրողի վրա։ Սա արդյոք իսկապես կմոլորեցնի ընտրողին, երբ որ քվեարկության պահը գա։ Տեսեք, ցանկացած տիպի միջամտություն իշխանությունների կողմից ինքը բավականին խնդրահարույց է, եթե չասեմ, ընտրությունների վրա ուղղակի ազդեցության փորձ եւ եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի այս Նիկոլ Փաշինյանի ընդհանուր տրամաբանությունն ու լոգիկան հետեւյալն է՝ վախեցնել, ահաբեկել, միջամտել գործընթացներին, որպեսզի ընդդիմադիր տրամադրված էլեկտորատը կամ հիասթափի չգնա ընտրությունների, չմասնակցի կամ վախի մթնոլորտ ստեղծի եւ ոչ մրցակցային պայմաններ ստեղծի։ Այդ պարագայում իր միակ հենարանը այն փոքր իր ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործելով իր փոքր էլեկտորատին ընտրատեղամաս տանելու եւ մնացածի գործունեությունը խոչընդոտելու եւ բնականաբար հաշվի առնելով այս վտանգները մենք պետք է համաչափ գործենք այն ամեն ինչին, ինչ որ իրականացնում է իշխանությունների կողմից, կանխելու եւ միասնական ճակատով սրա դեմ առնելու։ Կապ չունի դա որ կուսակցությունն է, եթե որևէ մի կուսակցության իրավունքները խախտվում են կամ եթե որևէ մի անհատի իրավունքները խախտվում են, ուրեմն դա պետքա արժանանա ընդդիմադիր դաշտի ամենակոշտ քննադատության համապատասխան վերաբերմունքի։ Խոսեցիք ընդդիմության հակազդեցության մասին, ծրագիրը արդեն 2 ընթերցմամբ էլ ամբողջությամբ ընդունվեց։ Ընդդիմության անելիքը այս փուլում ո՞րն է լինելու, ինչ քայլեր է նախատեսում անել ընդդիմությունը եւ արդյոք կան ինչ-որ մեխանիզմներ, որով կարելի է այս որոշումը բեկանել։ Տեսեք, շատ կարեւոր է, որ մենք այս ընթացքում կարողանանք
միասնաբար ուժերով բոլոր ճակատներում հանդես գալը։ Դա կլինի փողոցային պայքար, դա կլինի խախտված իրավունքների բարձրաձայնում, դա կլինի միջազգային գործընկերներին ահազանգում, դա կլինի բոլոր ատյանների օգտագործում, այսինքն միջազգային բոլոր ատյաններում այս հարցի ուշադրության հրավիրում, սա կլինի խորհրդարանական ամբիոնը օգտագործել, այսինքն ամբողջ գործիքակազմը պետք է օգտագործենք, նաև օրինակ դրա մի հարմար եւ պատեհառիթներ մեր այսօրվա հարցազրույցն է, որ մեր ժողովուրդը հասկանա, որ իրականության մեջ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ուզում է ազատ արդար թափանցիկ ընտրություն, Նիկոլ Փաշինյանը ուզում է վերարտադրվի, ինչի համար է ուզում վերարտադրվի, նպատակը մեկն է, վերարտադրվելուց հետո սեփական կաշին փրկելու, առաջինը դա է, այդ հարցն է, եւ ադրբեջանա-թուրքական ծրագրերի հետագա իրականացում։ Մենք սրա մասին շատ ենք խոսել, ճիշտ է։ Մենք էլ ենք արդեն ինչ որտեղ նաև հոգնել այս մասին ասելուց, բայց Սահմանադրության փոփոխությունից սկսած, անկախության հռչակագրի չեղարկումից սկսած, մեր պետականության դեմ ոտնձգությունը, գիտեք, վերջերս արդեն բացեբաց հայտարարեցին, որ իրենց համար ծրագրի մի մասը նաև ծրագրային դրույթ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմակերպումը։ Արդեն բացեբաց խոսում են նրա մասին, որ այո, ինչ ա եղել, թող ադրբեջանցիները կգան, առևտուր կանեն եւ այլ, սա տեղավորվում այն տրամաբանության մեջ, որի մասին մենք խոսել ենք 300,000 ադրբեջանցիների այստեղ բնակեցման մասին։ Դրանից առաջ խոսվում էր այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, որի մասին ընդդիմությունը պարբերաբար ահազանգում էր, որ սա ոչ թե ճանապարհ է, այլ միջանցք է։ Վերջերս նաեւ ականատեսն եղանք Ադրբեջանի կողմից այսպես կոչված ադրբեջանցիների դեմ ցեղասպանության իրականացման եւ իրենք մակին էին, բնականաբար այս ամեն ինչը նաեւ իշխանության, Ադրբեջանի իշխանության հովանավորությամբ այս ամեն ինչը կատարվում եւ եթե մենք բավարար կամք եւ զգոնություն եւ վճռականություն ցուցաբերենք եւ մեր սիրելի քաղաքացիներին, մեր հայրենակիցներին չխնդրենք, որ մասնակցեն, անպայման մասնակցեն, այդ մասնակցությունը շատ կարեւոր է, քաղաքացու կվեն շատ կարեւոր է, կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը գնալու է այն սցենարով, որի մասին քիչ առաջ ես խոսեցի, իր փոքր էլեկտորատին տանելու ընտրության եւ ոնց որ տեղի ունեցավ Երևան քաղաքում, այսինքն Երևան քաղաքում ունենք 9%-անոց քաղաքապետ, որը որ հիմա էլ այսօր էլի ապօրինի որոշումներ ա կայացնում քաղաքային տրանսպորտի վարորդներին ստիպելով, որպեսզի կատարեն մի գործառույթ, որը որ իրենց գործառույթի շրջանակներում չի տեղավորվում։ Ինչ նախադեպ կարող է ստեղծել այս փոփոխությունը ապագա ընտրությունների համար։ Տեսեք, սա շատ վատ նախադեպ է նախ, սա շատ վատ օրենք է, բայց ես ուզում եմ մեկ այլ բանի մասին խոսել։ Շատ կարևոր է, որպեսզի նորից եմ կրկնում, մեր քաղաքացիները հասկանան պահի լրջությունը, մեր հայրենակիցները հասկանան։ Շատ կարևոր է, որ մեր այն քաղաքացիները, որոնք որ շատ ժամանակ ընտրություններին չեն մասնակցում, սա բախտորոշ եւ վճռական փուլ է, եւ այս բախտորոշ վճռական փուլում շատ կարեւոր է, որ մեր հայրենակիցները չհիասթափվեն, անգամ այն ընտրողները, որոնք որ տարիներ շարունակ չեն մասնակցել ընտրություններին, անպայման գնան ընտրության եւ այդ ընտրատեղամասերում իրենց քվեին արժանացնեն ընդդիմադիր տարբեր ուժերին, այսինքն դաշտը կա այդ ընդդիմադիր դաշտում ընտրելու եւ երբեք չհիասթափվեն, անգամ այս ամեն ինչից հետո ինչը որ անում է, բնականաբար սա պիտի հակազդեցություն բերի մեր հայրենակիցների մոտ եւ ես կարծում եմ, որ սա կարա եւ հակառակ էֆեկտ ունենա, այսինքն բումերանգի պես խփի իշխանություններին, իրենք ինչ են ուզում անել այն ինչ որ ես ասեցի, մենք էլ պետք է համապատասխան անենք այն ինչ որ մեզնից է կախված, մեզնից կախված է ակտիվ մասնակցել, մեզնից կախված է որ մեր հայրենակիցներին հորդորել եւ կոչ անել իհեճուկս էս ամեն ինչի էլեկտորալ պրոցեսներին մասնակցել եւ դա պետքա անպայման տեղի ունենա եւ այդ հիասթափությունը չպետք է լինի մեր հայրենակիցների կողմից, ինչքան էլ որ իշխանությունները փորձեն մեր հայրենակիցների մոտ վախի մթնոլորտ սերմանել։ Այսինքն այդուամենայնիվ կարծում եք, որ այս փոփոխությունը չի ազդի ընտրության արդյունքի վրա։ Տեսեք, այս փոփոխությունները եւ այն ինչի մասին որ ես ասեցի, կարող է եւ ազդել, եթե մենք
ճիշտ չաշխատենք։ Կարող է եւ ազդել, եթե մենք մեր քաղաքացիների հետ ակտիվ չաշխատենք եւ չբացատրենք այն հետևանքները, այն բոլոր կործանարար հետևանքները, որը որ կարա ունենա Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊ-ի իշխանության վերարտադրությունից հետո։ Այս պարագայում շատ կարեւոր է մեր կոմունիկացիան մեր հայրենակիցների հետ։ Այս պարագայում շատ կարեւոր է, որ ընդդիմադիր դաշտը լծվի հենց այդ աշխատանքով, ոչ թե միմյանց քարկոծելու, ոչ թե միմյանց վրա ցեխ շպրտելու, այլ իրականում գործին լծվելու, աշխատանքին լծվելու եւ ունենալու մեկ թիրախ, ոչ թե ներընդդիմադիր դաշտում լինեն պարակտումներ, միմյանց նկատմամբ գզվրտոցներ եւ այլը, այլ թիրախային լինի այս չարիքի իշխանության հերացումը։ Սա մեր համար պետք է լինի գերխնդիր եւ քաղաքական կուսակցությունները, այն ուժերը, որոնք որ իրենց գերխնդիրը թողած կզբաղվեն այլոց մրոտելով, ցեխոտելով, ուրեմն իրենք ջուր են լցնում Նիկոլ Փաշինյանի ջրախացին։ Եվ այս առումով կարևոր է համակարգված, դրա մասին մենք շատ ենք խոսել, Հայաստան դաշինքի եւ падգամավորները, եւ առաջնորդը Հայաստան դաշինքի եւ Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Խանը Սաղաթելյան սրա մասին շատ է խոսել։ Ընտրական process-ների, նախընտրական process-ների մասին են խոսել, բուն ընտրական process-ների մասին են խոսել։ Այսինքն շատ կարևոր է, որ մենք կարողանանք պաշտպանել եւ պահպանել քաղաքացիների քվեն, շատ կարևոր է, որ մենք մեր քաղաքացիներին հորդորենք մասնակցել ընտրություններին, այդ պարագայում իշխանությունները շանս չեն ունենա։ Բայց եթե դրանով չզբաղվենք եւ հանգիստ լինենք եւ հուսանք, որ իշխանությունները այսպես ասած հեշտ ու հանգիստ իրենց իշխանական աթոռներից ուրեմն հրաժարվելու են, դա միամտություն կարող է լինել, չէ՞։ Միամտություն կլինի, որ նման կերպ մենք մտածենք։ Նիկոլ Փաշինյանը, կրկնում եմ, եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ամեն ինչ անելու է օրենքները շրջանցելով, որպեսզի վերարտադրվի։ Մենք էլ պետք է անենք հակառակը, բերենք իրենց օրենքի դաշտ եւ մեր քաղաքացիներին, կրկնում եմ, ասել, որ ձեր քվեն անչափ կարևոր է Հայաստանի Հանրապետության հետագա ճակատագրի եւ լինելության համար։ Պարոն Դանիելյան, խոսեցինք նախընտրական շրջանի մասին, քաղաքացիական պայմանագիրը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, սահմանել է, թե ինչ կանոններով են խաղալու նախընտրական շրջանում, ինչ փաթեթավորում են տալիս, այդ բաժանումը, որ արել են, պատերազմի կուսակցություն, խաղաղության կուսակցություն, ընդհանուր կուզեի խոսեինք նաև ԿՊ-ի որդեգրած քաղաքականության մասին, նախընտրական քաղաքականության մասին, որը փաթեթավորել են իրենք խաղաղության եւ պատերազմի։ Նիկոլ Փաշինյանը ասոցացվում է պատերազմի, պարտության, նվաստացումների հետ։ 18 թվականին ընտրվել է բերել է պատերազմներ, 20 թվականին վերարտադրվել է բերել է պատերազմներ, արդեն հաշիվը կորցնում ենք, թե ինչքան պատերազմ եւ աղետներ է բերել, եւ բայց փայլուն կերպով իր մոտ մենակ մի բան է ստացվում։ Պարտությունը ներկայացնել հաղթանակ, ողբերգությունը ներկայացնել որպես երջանկություն, Արցախի կորուստը ներկայացնել որպես Հայաստանի Հանրապետության անկախություն, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների զիջումը ներկայացնում է որպես սահմանազատում եւ սահմանագծում, այսինքն ուղիղ ծուր հայելիների թակավորության մեջ ենք ապրում, էլի, այսինքն մարդը, որ ասում է խաղաղություն, նվազագույն բարոյականությունը չունի, մի հատ հետ հայաց գցելու եւ տեսնելու այդ աղետներն ով է բերել։ Ով է եղել 18 թվականից մինչև հիմա իշխանության, ով է եղել 8 տարի իշխանության են եղել անձիկ, որոնք իրենց անհեռատես քաղաքականության, անդրեք դավաճանական քաղաքականության, անփորձության, տգիտության, չգիտեմ, մեծամտության արդյունքում բերել են աղետ, պատերազմ, պարտություն, աղետ, պատերազմ, պարտություն, պերմանենտ զիջումների գնով այս ընթացքում ասում են, գիտեք, այս հատվածը որ կա, չգիտեմ, մի քանի ամիս է, թե 1 տարի է, խաղաղություն է, կներեք, բայց մինչև 20 թվականն էլ, չէ, կարծեք թե պատերազմ չկար, բայց վերահաս վտանգը կանխվեց, իհարկե ոչ, Ադրբեջանը փոխել է իր խոսույթը, իհարկե ոչ, այս պահին ով ում է ձեռնտու Հայաստանում, որ իշխանության մնա Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի Հանրապետության կազմակերպումը, Ալիև եւ Էրդողանին, եւ դրա մասին բացեբաց խոսում է Ալիևը եւ Ալիևի սատելիտները, այլ ադրբեջանական բլոգերներից սկսած մինչեւ իրենց տարբեր քաղաքական գործիչներ խոսում են, որ իրենց տեխնացու Նիկոլ Փաշինյանն է, բայց մեր պատիվն ու արժանապատվությունը ուր մնաց։ Մեր ժողովուրդը ոնց կարա քվետա մեկի, որը որ փաստացի Ալիևին
թեկնածուն է Հայաստանի Հանրապետության ընտրությունների, բայց նույն դրա շրջանակներում եւ տրամաբանության մեջ չի դադարում են նարատիվն են խոսույթը, որ մենք միտված ենք արևմտյան Ադրբեջան այդ ապուշ այդ հիմար թեզի շարունակությունը ապահովելու, այսինքն այն ինչի մասին որ մենք խոսեցինք, ասեցինք Սրա մասին պարբերաբար ենք մենք խոսել, անընդհատ ենք խոսել։ Եվ հիմա էլ ինքնիշխանության քողի տակ ասում են ինքնիշխանություն։ Այդ ո՞ր ինքնիշխան պետությունն է իր սահմանադրությունն անկախության հռչակագիրը փոխում բռնապետ մի բռնակալի, այսպես ասած, պահանջով։ Եվ այս հարաբերությունների վատթարացումը, հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը նույնպես աղետալի հետևանքներ են ունենալու եւ տնտեսական, եւ ռազմատեխնիկական, եւ ընդհանուր անվտանգային առումով սա ուղղակի աղետ է, սա ուղղակի մեր, չգիտեմ, էլի իշխանությունների հերթական, այսպես արկածախնդիր քաղաքականության արդյունքում մենք կանգնած ենք հերթական փակուղու առաջ, երբ որ ավանդաբար մեզ բարեկամ եւ դաշնակից երկիր Ռուսաստանը արդեն բան չի մնացել 5 պակաս, որպեսզի վերածվի Հայաստանի համար Հայաստանը որպես ոչ բարեկամ երկիր դիտարկելու կոնտեքստում։ Դրանից բխող բոլոր հետևանքներով կրկնում եմ տնտեսական, անվտանգային եւ այլն։ Եվ այս պարագայում խոսել նրա մասին, որ այս իշխանությունները կարող են հավասարակշռված քաղաքականություն վարել, խոսել նրա մասին, որ այս իշխանությունները կարող են բերել խաղաղություն, միամտություն է առնվազն։ Որտեղ եք տեսնում այդ խաղաղությունը։ Այսինքն, եթե հիմա չեն կրակում եւ այսօր հարաբերական անդոր է եւ զինադադար է, դա նշանակում է, որ մենք խաղաղության մեջ ենք ապրում։ Իհարկե ոչ, իհարկե ոչ։ Եվ եւս մեկ անգամ ոչ։ Ոչ թե մենք չենք ուզում խաղաղություն, մենք ենք ուզում խաղաղություն։ Խաղաղություն են ուզում այն անձիկ, որոնք որ ամենաթանկն են տվել այս պետության համար, այսինքն մենք կոնկրետ մեր քաղաքական ուժը, մենք մեր ընկերներին ենք կորցրել մարտի դաշտում, այսինքն խոսել նրա մասին, որ իրենք խաղաղություն են ուզում, բունկերում պահկվածները խաղաղություն են ուզում եւ 90-ական թվականներից, եթե ավելի հեռուն էլ գնանք, շատ ավելի վաղ ամենաթանկն են տվել, ինչա այդ կուսակցությունը կամ այդ ուժերն են ուզում պատերազմ, իհարկե մենք չենք ուզում պատերազմ, եւ մենք ենք բերելու իրական խաղաղությունը։ Այն ուժերը, որոնք որ հասկանում են, բանակցային արվեստը հասկանում են, այն ուժերը, որոնք որ կրկնում եմ, ոչ թե գնում են խոնարհվում են, վիզը ծռում են, այլ կարողանում են բանակցել տարբեր ուժային կենտրոնների հետ եւ իրական խաղաղություն բերել Հայաստանի Հանրապետության։ Ոնց որ ժամանակին եղել է, բայց խոսել, որ այս իշխանությունն օրոք կարող է խաղաղություն լինի, կներեք, դա միամտություն է։ Շնորհակալ եմ, պարոն Դանիելյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ ես զրուցում եմ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։